կամքի ամրությունը գալիս է մտքի ամրությունից, կամքի հզորությունը գալիս է մտքի հզորությունից, օրինակ, մարդկանց ասում են, ինչ սովորություններից հրաժարվեք, օրինակ, ծխելուց, խմելուց, վատ սովորություններից հրաժարվեք, երբեմն մարդիկ ասում են, մենք սիրում ենք դա, այսինքն, այստեղ դու տեսնում ես կամքը թույլ է, որտեղ միտքն է թույլ, որտեղ ինքը դեռ չի հասկացել, չի պարզաբանել, չի ճշտել իր համար, թե ինչ չարիք է ծխելը, խմելը, մյուս վատ սովորությունները, այսինքն դու այդ մարդու հետ նստես, լուրջ բացատրական աշխատանք տանես, սուրբ գրքով ավետարանով, կյանքի փորձառությամբ, հոգևոր կյանքի սկզբունքներով բացատրես, որ ախր ո՞նց կարող է մարդը սիրել մեղքը, ո՞նց կարող է Աստծո պատկերով ստեղծված նուրբ հոգին հանդուրժել չարիքը, չի կարող, չի համատեղվում, երբ որ մարդը հասնի այն գիտակցության, որ ինքը պարզ հստակ տեսնի, որ ինչ չարիք է մեղքը, ինչ վատ բան է չար կախվածությունը, կամքը կհզորանա, այսինքն գալիս ենք այս եզրահանգման, որ կամքի թուլությունը գալիս է մտքի թուլությունից, մտքի տկարությունից, Սուրբ Գիրքն ասում է ամեն մեղք ծնվում է տգիտությունից, տգետ միտքն է տանում մեղքի, ես նույն պատմություն դրախտում, Օձը ինչ արեց մտքի վրա սկսեց ազդել Եվայի վրա, տգիտությամբ Եվան մեղքը կերավ, ինչու, որտեղ Աստված ասել է ուտեք կմեռնեք, բայց Սատանան ասեց չեք մեռնի, կլինեք աստվածների նման, կիմանաք չար մողարը, խաբեց, տգիտացրեց, մոլորեցրեց, շփոթեցրեց, եւ միտքը տկարացավ, թուլացավ, շեղվեց, կամքը ենթարկվեց մտքին, հասկանում եք, ուրեմն միտքն ու կամքը պիտի հստակ գործեն,